Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Գյումրիում մանկապարտեզներից մեկի շահագործման ժամանակ տարածքային կառավարման նախարար ՔՊ-ական Դավիթ Խուդատյանը ուրախությամբ հայտարարեց, որ առաջիկայում կսկսեն Գյումրիի ամենաբանուկ ու անբարեկարգ փողոցներից մեկի շինարարությունը։ Դրա համար ընդամենը պետք էր, որ համայնքապետի պաշտոնակատարը դիմեր։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ պարոն Մինասյանի հետ արդեն քննարկել ենք մի շատ կարևոր փողոցի, Շիրակացու փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Իր առաջարկությամբ այդ փողոցի աշխատանքները ներառվել են պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում եւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ հիմա առաջիկայում կմեկնարկի նաեւ բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլը եւ առաջիկայում նաեւ շինաշխատանքներ կմեկնարկեն այդ փողոցում, որը Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է։ Նախընտրական այս ժամանակահատվածում նախարարի հայտնած լուրը ականատես դիտորդական առաքելությունը վարչական ռեսուրսի չարաշահում է համարել։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն ասում է, արդեն իսկ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ ունեն։ Դրանք հերթով ստուգվում են։ Այս պահին ավարտել են Շիրակացի փողոցի հիմնանորոգման հետ կապված ուսումնասիրությունը։ Եզրակացրել են, որ իշխող ուժը ակնհայտորեն չարաշահում է վարչական ռեսուրսը։ Նմանատիպ խնդրանքով կառավարությանը դիմած են եղել դեռ մեկ տարի առաջ Գյումրու ավականին, ընդ որում 26 կողմձայնով եւ ոչ մի դեմ եւ ոչ մի ձեռն պատերներով, այսինքն նրանք որոշում են ընդունել դիմել կառավարությանը նման խնդրանքով եւ փաստորեն ստացվում է կառավարությունը Գյումրու ավականի խնդրանքին ընդառաջ չի գնացել եւ հիմա ներկայումս հենց նախընտրական ժամանակահատվածում ընդառաջել է Սարիկ Մինասյանի խնդրանքին եւ դրա վերաբերյալ այսպես մեծ հրապարակային նաեւ աղմուկ է բարձրացվում, այսինքն որ կառավարությունը օգնում է, այսինքն նաեւ մի կողմից վարչական ռեսուրս են չարաշահում, մի կողմից նաեւ դրա մասին այսպես բարձրաձայն տեղեկացնում են։ Գյումրիի ավականին իսկապես անցած տարի էր ուղերձով դիմել կառավարությանը, խնդրելով նորոգել Շիրակացի փողոցը հաշվի առնելով հանգամանքը, որ տեղական բյուջեի հաշվին դա հնարավոր չէ անել։ Ընդ որում նախաձեռնության հեղինակները ավականու ընդդիմադիր ապրելու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ու ավականու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն էին։ Մոտ 2.5 կիլոմետր երկարությամբ փողոցի նորոգման համար պահանջվում էր 1 միլիարդ 146 միլիոն դրամ, որը 6 միլիարդ դրամանոց տեղական բյուջեից հնարավոր չէր հատկացնել։ Ազատության այդ զրույցում դեռ մեկ տարի առաջ ապրելու երկիր խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը բացատրել էր, թե բացի տեղական բյուջեի սղությունից էլ ինչ հիմքով պետք է հենց կառավարությունը գումար հատկացնի։ Ըստ էության անեննա Շիրակացի եւ Մովսես Խորենացի փողոցները հանդիսանում են M1 միջպետական ճանապարհի տարանցիկ հատված։ Այսինքն ինքը պետական նշանակության ճանապարհ է, ոչ թե միայն համայնքային ճանապարհ է, հետեւաբար դրա հիմնանորոգման այսպես ասած պարտականությունը կրում է կառավարությունը։ Ավականու ուղերձը սակայն մեկ տարի անարձագանք մնաց ու հիմա նախընտրական այս շրջանում կառավարությունը ոչ թե ուղերձն է հիմք ընդունում, այլ իշխանության թեկնածուի խնդրանքը։ Իշխող ուժի համայնքապետի թեկնածուն լինելով համայնքապետի պաշտոնակատար արդեն իսկ առավելություն ունի մնացած թեկնածուների նկատմամբ, նկատում է Սոնա Այվազյանը։ Ի սկզբանե իհարկե քաղաքական պայմանագրի ներկայացուցիչ լինելով իշխանության Գյումրիում ժամանակավոր պաշտոնատար կարգավիճակով ամեն դեպքում իրենք արդեն իսկ անհավասար վիճակում են գտնվում, բայց փաստորեն նաև ակտիվ կերպով օգտագործում են կառավարության ռեսուրսները եւ դա վերագրում են բնականաբար կուսակցությանը, բնականաբար ձայներ բերելու ակնկալիքով, ինչը շատ անընդունելի է։ Գյումրիում արդեն իսկ տարբեր լուրեր կան այլ խախտումների մասին անձնագրերի հավաքագրում, ցուցակների կազմում, ընտրացուցակները հատկապես Հնդկաստանի քաղաքացիներով համալրում։ Ականատեսի ներկայացուցիչն ասում է, իրենք եւս ունեն բազմաթիվ բողոքներ ու հիմա ուսումնասիրում են։ Մենք ահազանգեր շատ ունենք տարբեր թեմաներով, բայց որովհետեւ մենք նաեւ ստուգում ենք այդ ահազանգերը, նաեւ պետք է որոշ ահազանգերի վերաբերյալ նաեւ նույն ընտրությունների պետք է մեր ես համապատասխան եզրահանգումներն ունենանք։ Դրա համար ես հիմա դեռ բախ կմնայի այլ թեմաներով խոսել։ Իշխող ուժն առայժմ չի արձագանքել վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների հայտարարությանը։